Աշխարհում սովորեցնում են նրան, որ մտքի կորուստը խելագարություն է։ Դա ամբողջ ճշմարտությունը չէ, որովհետև ոչ մի խելագար երբեք իր միտքը չի կորցրել։ Իրականում խելագարը կորել է մտքի մեջ, նրա միտքը դարձել է ջունգլի եւ նա չի կարողանում ելք գտնել այնտեղից, որպեսզի դուրս գա։ Ոչ այն է, թե նա կորցրել է իր միտքը, նա ինքը կորել է իր մտքի մեջ։ Նա ավելի է մտքի մեջ, քան առաջ։ Խելագարն ավելի շատ միտք ունի, քան դուք։ Ձեր միտքն այդքան անվերահսկելի չէ, այդքան մեծ չէ, այդքան արագաշարժ չէ, այն սովորական է, կառավարելի։ Խելագարը կորել է հսկայական անծերացիր մտքերի մեջ, կրքերի, երազների մեջ։ Այնպես որ սկզբունքը, իբր մտքի կորուստը խելագարություն է, սխալ է։ Այն պետք է փոխել։ Սեփական անձը մտքի մեջ կորցնելը խելագարություն է։ Եվ եթե դուք հասկանում եք դա, այդ դեպքում առողջ լինելն էլ հեշտորեն է որոշվում։ Դուրս եկեք մտքից մի բաց տեղ, լռության մեջ, որտեղ ոչ միտքը, ոչ ցանկությունը ձեզ չեն անհանգստացնի։ Դուք ուղղակի լռության լիճ եք։ Այնտեղ նույնիսկ ծածանք չկա, եւ դա առողջությունն է։